Այսօր լրանում է Երևանի պետական համալսարանի հիմնադրման 106-րդ տարեդարձը։ Բարև ձեզ, եթերում խորագիր հաղորդաշարն է, ես Գևորգ Էմինտերյանս եւ Մենուա Սողոմոնյանը կրկին ամփոփում ենք անցած շաբաթը։ Բարև Մենուա ջան։ Այսօր լրանում է Երևանի պետական համալսարանի 106-ամյակը եւ մենք իբրև իսկական նախկիններ ու հատկապես նախկին համալսարանականներ, բայց համալսարանականներ ինձ թվում է, որ միշտ են լինում, այո, նախկին չեն լինում։ Մենք եւս նշում ենք այս օրը։ Իհարկե։ Ուրեմն Երևանի պետական համալսարանում այսօր երեկ ու այսօր ինչ որ միջոցառումներ են եղել, դրանց մասին դեռ կանդրադառնանք, բայց այստեղ մի այսպես շատ խորհրդանշական ու զավեշտալի բան կա, որ ռեկտորը Հովհաննես Հովհաննիսյանը, Նիկոլի կողմից նշանակված ռեկտորը ԿՊ-ական թիմի անդամ ռեկտորը, ուրեմն շնորհավորում է համալսարանի 106-ամյակը, ինչ որ բան, որ այո, Հայաստանի համար դժվարին օրերում հիմնադրվեց, դա ցույց է տալիս մեր ժողովրդի տոկունություն, ինչպեսի ինչ որ բլա բլա բլա, եւ բայց մենք աշխատում ենք, չգիտեմ, շրջանավարտներ ենք ստեղծում եւ այլն, բայց ես կարծում եմ, որ սա իրական շատ խորը անբարոյականություն է, որ ինքը այսպեսի բան է ունենում, շնորհավորական ուղերձ է հղում, որովհետեւ հիմա իր քաղաքական թիմը, որի անդամ է ինքը, որի падգամավոր էր փոխնախարար եւ այլն, եւ հիմա էլ շատ սինխրոն է Նիկոլ Փաշինյանի հետ, պատրաստում է այդ թիմը փակել Երևանի պետական համալսարանը, այդ ակադեմիական քաղաքը երբ կառուցեն, ԵՊՀ-ն լուծարելու են, տեղափոխելու են այնտեղ, ինչ որ մասնատելու են եւ այլն, ու ինքը այդ process-ում, որտեղ հիմա ընթանում է process, որի ավարտին Երևանի պետական համալսարան չի լինելու, ինքը ոչինչ չի ձեռնարկում այդ process-ի դեմ, վիժեցնում է համալսարանի մեջ եղած բոլոր հնարավոր շարժումները, բոլորին կաշառում է, մի մասին հանում է, մի մասին սպառնում է, չգիտեմ ինչ անում եւ այլն, այդ process-ները ամբողջը վիժեցնում է, սարքում է շատ լատենտ, ուրեմն նիկոլական կազմակերպություն Երևանի պետական համալսարանը ու դրա հետ մեկտեղ նաեւ շնորհավորական ուղերձ է հղում։ Ես կարծում եմ, որ սա իրականում այսպես շատ խորը անբարոյական մի հատ շերտ ունի իր մեջ, որ ինքը այնքան լպիրշ է, որ եւ այդ process-ն անում եւ ինքը մնալու է որպես վերջին ռեկտոր համալսարանի, եթե իհարկե հաջողվի դա, իրենք մնան իշխանության եւ այլն, բայց նաեւ ուրեմն չի ամաչում եւ այսպեսի ուրեմն ելույթ է ունենում, չխոսելով այդ հիմնական սպառնալիքի մասին։ Երկրորդը, եթե գանք բուն միջոցառումներին, համալսարանը թվում է թե առաջին հայացքից շատ ուրեմն դրական բան է կազմակերպել, ինչը վաղուց արդեն հասունացած բան էր։ Այդ շրջանավարտների ուրեմն ֆորումը, որ շրջանավարտները ուրեմն գան, օգնեն, չգիտեմ, կիսվեն, բան։ Դա իհարկե բոլոր համալսարանականները միշտ այսպես հոգով սրտով կապված են լինում համալսարանի հետ եւ առաջին իսկ կանչի դեպքում վազելով գալիս են օգնության, հիշում են իրենց ուսանողական տարիները եւ այլն, բայց այստեղ մենք տեսանք, որ այսինքն պատկերացնի որ քաղաքականացված միջոցառում է դա, ինչ որ Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն էր այնտեղ, ինչ որ այսպես սորոսական դեմքերի տեսանք, իր գործընկեր Արևիկ Անապյոսյանն էր օրինակ այնտեղ, որի հետ իրենք ընդհանուր ՀԿ ունեն եւ փող էին ուտում, Հովիկ Հովհաննիսյանի մասն է խոսքը, ուրեմն այդտեղ Աննա Վարդապետյանը դատախազ, որը այսպես փրկում է Հովիկին, Նիկոլ Փաշինյանի օգնական եւ ուրեմն դահլիճը, որը պետք է ուրեմն շրջանավարտների համար նախատեսված լիներ, ուրեմն ուսանողներ էին նստած, ու դահլիճը ընդհանուր լցրել էին ուսանողները, որոնք էլ այսպես մի որոշ ժամանակ հետո թողը գնացել են, եւ ուրեմն ստացվեց հակառակ մի բան, որը իրական խայտառակություն է, այնինչ եթե իրենք հանեին ցուցակները եւ մարդկանց հրավիրատոմսեր ուղարկեին եւ իրոք նորմալ միջոցառում կազմակերպեին, ես վստահ եմ, որ բոլոր շրջանավարտներն էլ, ով որ հրավիրատոմս ստանար, երևի բացի ինձնից բոլորն է կգնային, ես չէի գնա, որտեվ եթե Հովիկին որտեվ չէին հրավիրի, չէին էլ հրավիրի։
Շատ իսկապես այսքան ցածր չի եղել Երևանի պետական համալսարանի ռենոմեն։ Այս աստիճան չի եղել։ Ինչ սպասենք մի մարդուց, որը որ իր համար, այսինքն որի համար համալսարանի կանոնադրություն են փոխում։ Մայրբուհի կանոնադրություն են փոխում, որտեղ դոկտոր պրոֆեսորի պահանջը հանում են, այսինքն միայն գիտական աստիճանի կոչումի պահանջ են թողնում ռեկտոր դառնալու համար։ Եվ որպեսզի ինքը գա եւ դառնա ռեկտոր, եւ այդ գործընթացը ես ուզում եմ հիշեցնել, որ մենք վիճարկեցինք դատարանում, բայց գիտենք մեր այսօրվա արդարադատության վիճակը եւ այդպես մնաց անպատասխան մեր վիճարկած վիճակը։ Ես երբեք այն ամենավատ երազում չէի պատկերացնի, որ օրինակ Արցախի հայաթափման օրերին Երևանի պետական համալսարանի գիտխորհուրդը ինչ որ մի հատ ձայն չի էլի հանի, ինչ որ մի բան չի ասի կամ այն ամենը ինչ որ տեղի է ունենում, ոչ մի ձևով արձագանք չի տրվի։ Դեպ ասեմ, որ հատուկ կանոնադրությունից հանել են գիտխորհրդի իրավասությունների շարքից, որ անում է հայտարարություններ, այնտեղ նաև նախկինում կար քաղաքական իրավիճակի վերաբերյալ, հասարակական, մշակութային եւ այլն, այդ ամեն ինչը թողած է, քաղաքականը բանարած է, հանած է, այսինքն ինչ-որ զարգացում, որ տեղի է ունենում քաղաքական, դրա վերաբերյալ համալսարանի գիտական խորհուրդը այդպես բան չի ասի, բայց մյուս կողմից այո, բերում են եւ նիստերի մեծ դահլիճի բեմում շրջանավարտների ֆորումի անվան տակ նստացնում են քաղաքական դեմքերի, քաղաքական պատասխանատուների, Հայաստանի կապիտուլյացիայի հարցում քաղաքական պատասխանատվություն կրող սուբյեկտների եւ ես անկեղծ ասած չգիտեմ էլի մի տեսակ չգիտեմ ասեմ, չասեմ, ոչ լինում է ասել, ոչ լինում է չասել, այն մեր գոլեգաներ ունենք էլի, որ այդպես նստում են այդտեղ, այդպես ծափահարում են, ողջունում են, ինչ են անում էլի, շատ ծանր բան է, բայց նաև ես կցանկանայի մի իրադարձության մասին էլ նշել, քանդման process-ը, ինչպես որ նշեցիր, Գևորգ ջան, քանդման process-ը շարունակվում է Երևանի պետական համալսարանում այն իմաստով, որ մոտ 1 ամիս առաջ սրանից ես էլ եմ իմիջիալոզ նոր իմացել։ Ես նոր եմ իմացել այդ մասին ու բազմաթիվ դասախոսների եմ ճանապարհին բան ում տեսնում եմ, հարցնում եմ, իրենք էլ տեղյակ չեն։ Այդ ինչա տեղի ունեցել։ Տեղի ունեցել հետեւյալը ապրիլի 14-ին Երևան պետական համալսարանի գիտական խորհուրդը ընդունել է նոր կարգ դասախոսների պաշտոնի տեղակալման կարգը, այսինքն դասախոսների մրցութային ընտրության կարգը է ընդունել, որտեղ բոլորի, պրոֆեսորների եւ դոցենտների համար, գիտենք որ համալսարանում կա պրոֆեսորի պաշտոն, դոցենտի պաշտոն, ասիստենտի եւ դասախոսի, պրոֆեսորների եւ դոցենտի համար, բոլորի համար, բոլոր թևերի համար, բնագիտական, մաթեմատիկա, հումանիտար հասարակագիտական չափանիշ է կարևոր, պարտադիր, որ միջազգային գիտատեղեկատվական շտեմարաններում ունենան տպագրված հոդվածներ, պրոֆեսորի պարագայում 3 հոդված, դոցենտի պարագայում 2 հոդված։ Հիմա այս թեմային մենք միաժամանակ ոչ կոնկրետ համալսարանի հետ կապված, այլ առհասարակ կառավարության կողմից ընդունված որոշումը, որ վերաբերում էր գիտաշխատողներին, այս նույն բանը որ կար, անդրադարձել ենք ու ասել ենք, որ այստեղ պետք է տարբերակված մոտեցում նախ եւ առաջ լիներ։ Օրինակ, որ հայագիտությունը այսպիսի որոշում ընդունելու արդյունքում հայագիտությունը տուժում է, որովհետև այն մարդիկ, ովքեր որ հայագիտության սպეციფიկ ասպեկտներով են զբաղվում, օրինակ հայ գրականության մեջ, հայ գրողների վերաբերյալ հետազոտություն, երբ որ անում են եւ հոդված են գրում, միջազգային գիտատեղեկատվական շտեմարանները դրանք հանդեսներ այդ շտեմարաններում ընդգրկված, դրանք չեն տպում պարզապես, դա նրանց հետաքրքիր չէ։ Չգիտեմ, օրինակ Վահան Տերյանի քնարերգությունը, ասենք, հա, դրան ավելացրած նաև օրինակ հայ բարբառները մենք այդ հաղորդման մեջ խոսել ենք եւ դրան գումարած նաև գիտենք, որ արդեն օրինակ Արցախի վերաբերյալ հոդվածներ ռուսական ամսագրերը չեն տպագրում, ասում են, որ քաղաքական բան կա, դա այլևս չի կարելի տպագրել որպես հայկական։ Ես վստահ եմ, որ բրիտանական ամսագրերն էլ չեն տպագրի եւ չգիտեմ, կարող է ինչ-որ ասենք հունական ամսագրում կարողանաս տպել, բայց այդտեղ քաղաքականությունը էլի շատ կարեւոր բան է գիտության մեջ, այն էլ հումանիտար գիտության մեջ կա այդ քաղաքական շերտը, որից հնարավոր չի խուսափել։ Հիմա ստացվում է, որ ուրեմն հայագիտությունը
ոչ միայն հայագիտությունն է մնում անտեր, այլ նաև հայոց պետականությունն է մնում անտեր, որտեղ ինքը դու ոչ միայն կարող ես ուրեմն գրել, չգիտեմ, Վահան Տերյանի տաղաչափության մասին ուղարկես ինչ որ տեղ, որ ասեն սա մեզ հետաքրքիր չի ու դու չես էլ կարող դա թարգմանես, դա հնարավոր չի տպագրել, որտեղ դու չես կարող, ասենք ես չեմ կարող։ Դա հայերեն պետք է լինի։ Հա, բանի Քողաղոտի օրինակները, ասենք, բանում Տերյանի պոեզիայում մի հատ է թարգմանեմ, մի հատ է չգիտեմ ինչ անեմ, հա, դա ոնց թարգմանեմ։ Եվ երկրորդ այդ քաղաքականն է, որ իրականում ոնց է ձևավորվում ազգի դեմքը։ Իրական ձևավորվում է հումանիտար առարկաների միջոցով, այդ առարկաներն են, որ որոշում են, թե ինչ դաստիարակություն, ինչ դեմք պիտի ունենանք, ինչն է մեզ համար կարևոր, այդ արժեքները եւ այլն, որոնք պրոյեկտվում են արդեն պատմության, ինչ որ դրվագների վրա, վերլուծությունների վրա, գրականության վրա եւ այլն, բայց այդ գիտնականներն են, որ ստեղծում են այդ դիմագիծը։ Հիմա այդ դիմագիծ ստեղծելու հնարավորությունը մեր ձեռքից խլվում է, որտեղ դու չես կարող, ասենք, տանել անգլերեն տպել ինչ-որ բան, որտեղ անգլերեն տպես է ինչ-որ իրենց հաճելի, ասենք, չգիտեմ, բաների սեռական փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը, չգիտեմ, սևամորտների եսիմ ինչը եւ այլն, ինչը որ մենք տեսնում ենք, որ կան մասնավոր դրամաշնորհներ, օրինակ ասենք, չգիտեմ, Եվրասիա հիմնադրամի կողմից տրվող, չգիտեմ, բաց հասարակություններ հիմնադրամի կողմից տրվող եւ այլն, որոնք այսպիսի օրինակ բաներ են, ուսումնասիրություններ են պատվիրում, օրինակ ասենք հայհոյանքը այսինքն քարթուն հայ գրականության մեջ ինչ որ հիմար բաներ կային, այնպիսի թիրախային բաներ, որոնք իրական լուսանցքային են, որովհետև այդ գրանտային բաները որ կան, դրանք հիմնական գիտություն չեն կարող ֆինանսավորել։ Մի լավ օրինակ էլ կա, օրինակ Բուն TV-ն, որը համարվում է, այսպես հիմա արդեն բան ունի, եթեր ունի, հեռարձակում ունի եւ այլն, այդ Գեմաֆինն էլ բանի իրանց թիմի անդամ, այսպես սավված հայացքով մի հիպերինտելեկտուալ գործիչ, ինքը ինչ է անում, ինքը կանչում է բոլոր այն դրամաշնորային հեղինակներին, որ իր մոտ Երևան, բայց այդ դրամաշնորային հեղինակները իրենք, այսպես ասենք, հիմնական գիտությունը չեն, իրենք, ասենք, երբեք հայերենի, ասենք, չգիտեմ, բառագիտության ոլորտով զբաղվող ինչ-որ մեկը Բուն TV-ով ելույթ չի ունեն։ Այնտեղ խոսում են, ասենք, կնոջ դերը միջնադարյան, չգիտեմ որտեղ, եսիմ ինչը, որոնք լուսանցքային թեմաներ են, բայց չի կարող ուրեմն գիտություն քարոզող հիմնական լրատվամիջոցը մեդիան հիմնվի միայն լուսանցքում եղած, ասենք լուսանցքային ինչ-որ դրամաշնորհներ ստացող բաները։ Ու իրական այս ամբողջ, չգիտեմ, ազգագրագետների, ես իմ չգիտեմ ինչերի ու Հովիկի այդ թվում, ասենք Հովիկի ուսումնասիրությունը, որ ասենք հայ եկեղեցու պատմության բան դասավանդումը, չէ՞, դա գրքով լույս է տես, ինչն է այդտեղ սխալ, ինչն է, որ ինչ պետք է անեն, եւ այդ բան դիակիզարանների թեման, որ պետք չի թաղել մարդուն, պետքա վառել, եսիմ ինչ անել։ Հիմա դա ի՞նչ է։ Ինչի համար են փող տալիս։ Փող են տալիս ինչ որ օրակարգ թելադրելու համար, բնականաբար, որը իրականում չի վերաբերում գիտության, դա գիտություն չի։ Դա ինչ որ լուսանցքային մի բան է, որը դրսի ուժերը ու կարա մարդը, ասենք, այդտեղ ոչ մի վատ բան չկա, փող են տալիս, ասենք, ինչ որ ուսումնասիրություն անի, տա բաներ։ Ես այդտեղ վատ բան չեմ տեսնում, վատ բանը այն է, որ դա այն հիմնականին փող չեն տալիս, հիմնականն են մերժում, հիմնականը դուրս են թողնում, որովհետև չի կարողանում տպագրի, չի կարողանալու այլևս երևա դոցենտ պրոֆեսոր չի կարողանալու դառնալ, եւ ուրեմն հետեւաբար մենք կորցնելու ենք մեծ հաշվով ոչ միայն թղթի վրա լուծարվելու է Երևանի պետական համալսարանը, այլև մենք կորցնելու ենք այդ մթնոլորտը, որ այդտեղ կա։ Հիմա հենց ու այդ դասախոսները, որոնք որ ասենք նախկինում զբաղվում են այն գործով հայագիտության ոլորտում, որը որ մեզ համար ինքնության տեսանկյունից շատ կարևոր է, այդ մարդիկ նախ եւ առաջ, որպեսզի կարողանան իրենց գործը պահել, նախ եւ առաջ իրենց էներգիան ներդնելու են միջազգային գիտատեղեկատվական շտեմարանների հանդեսներում հոդված տպագրելու համար։ 3 հատ հոդվածը այս ոլորտում հումանիտար հասարակագիտական, հենց հայագիտական 5 տարվա ընթացքում նորմալ է ընդհանուր առմամբ։ Չհաշված դեռ որ դասախոսը, եթե մեկ ամբողջական դրույթի մասին ենք խոսում, ինքը նաև բավական այդպես մեծ բեռնվածությամբ դասավանդում է։ Հա, բայց այդքանը ապահովելուց հետո 3 հատ հոդված, որը որ չի վերաբերելու բուն հայագիտությանը,
ասենք ինչ որ շատ անուղակի կապեր ունեցող թեմաներով եթե նա տպագրեց, նա էլ էներգիա ու ժամանակ չի ունենալու զբաղվի այն գործով, որը որ անհրաժեշտ է։ Դեռ լրացուցիչ իհարկե պահանջներ էլ կային այդ ամենի հետ կապված։ Եվ իսկապես ես ուզում եմ հիշեցնել, որ ժամանակին, երբ որ դեռ գիտությունների ակադեմիա չկար 1920-ական թվականներին, ընդհանուր եւ գիտական միտքներ կենտրոնացված Երևանի պետական համալսարանում եւ մասնավորապես հայագիտություններ կենտրոնացված Երևանի պետական համալսարանում եւ ուզում եմ հիշեցնեմ, որ եկող տարի կլրանա 100 տարին, որ Երևանի պետական համալսարանում սկսեց հրատարակվել Հրաչյա Աճարյանի արմատական բառարանը, այսպես ասենք, հա։ Ու այսօր այս տխուր վիճակի առաջ ենք կանգնած եւ դասախոսներն էլ շատերը տեղյակ չեն, այս ինչ է կատարվում, այս ոնց է եղել եւ նաեւ այլ պահանջներ էլ դրված այդ կարգի մեջ, որով որ ռեկտորը շատ այդպես իրավասություններ է ստանում, ում հետ կկնքի պայմանագիր, ում հետ չի կնքի պայմանագիր, ինչ որ մեկի հետ կապված, եթե անցանկալի մարդ եղավ process է նախաձեռնում, հանձնաժողով է կանչում, ինքը իրավունք ունի հանձնաժողովի մեջ անդամներ նշանակի, փակ գաղտնի քվեարկության պետ մարդուն հանեն եւ այլն, այսպիսի ակադեմիական ավտորիտարիզմի փուլ է թևակողում Երևանի պետական համալսարանը 106-րդ իր տարեդարձին, ցավոք։ Դե հա, այստեղ իհարկե ասել, որ նախկինում չկար ավտորիտարիզմ, ես պիտի ասեմ, որ կար, սիրելի մենուա, որտեվ կար ընդհանուր համակարգը այնպես էր, չի եղել ավտորիտարիզմ։ Իրականում մենուա ջան, դա շատ լուրջ խնդիր է ու գալիս է համակարգից։ Երբ որ ամբողջ ուրեմն այսպես ասենք օրենսդիր եւ գործադիր իշխանությունը կենտրոնանում է մի մարդու ձեռքին, այդ մարդը դառնում է սուլթան։ Ինքը արդեն դառնում է ոչ թե կառավարիչ, ոչ թե ինչ-որ բան, այլ դառնում է սուլթան։ Հիմա ասենք Հովիկի պարագայում ինքը վստահ է, որ քանի որ կա քաղաքական լոյալության խնդիր, ինքը ինչ ուզի կարա անի։ Այսինքն կարող է չբռնվի, ասենք այն չբռնեն ինչ-որ բանի վրա։ Հիմա օրինակ այդ իմ դեպքը որ կար, որ ինքը հարկերը չէր վճարել։ Ինչի հետևանքա դա։ Ոնց կար ասենք ինչ-որ մեկը հարկը չվճարի, չէ՞։ Ու Նիկոլ Փաշինյանն էլ ամեն օր վերականգնում ասում է հարկերը վճարեք, հերոսները եւ այլն։ Բայց ես ապացուցեցի, չէ՞, որ հարկայինից թուղթ եմ տարել դատարան, որ ինքը իմ վերջնահաշվարկի հարկը չի վճարել, բայց ինքը ոչ մի պատասխանատվության, ոչ մի չի ենթարկվել։ Նաև դատարանը վճռել է առաջինացիան դատարանը, որ ես իրան զրպարտել եմ, որ թեև թուղթ եմ տարել, որ ինքը իրոք չի վճարել այդ հարկը, ու հետեւաբար իմ Facebook-ին գրառումը ճիշտ է։ Բայց այս կարգի ուրեմն պետությունը կանգնած է իր մեջքին։ Դրա համար ինքը ինչ ուզի կարա անի։ Ու այն ինչը որ ասենք ինքը բան չի անում, ասենք միջանցքում մեկին չի բռնաբարում կամ ասենք չի ապտակում, ես իմիջ չի անում, չնայած արդեն սրա բաները կան, նշույլները կան, որ նախկին դեկանները իր համար աշխատում են, ինչ-որ բաներ են անում, տասովկաներ են տեսնում իր համար եւ այլն, մենք արդեն սա տեսնում ենք, արդեն սրա նշանները կան եւ եթե ինքը եւս ասենք մի 5 տարի մնա, մենք շատ ավելի սարսափելի բաներ ենք տեսնելու, ինչու, որովհետեւ համակարգն է այդպեսին, իր ձեռքին է կենտրոնացված ամբողջ իշխանությունը եւ միայն ասեն Սուրեն Պապիկյանի չգիտեմ փողեր մուծելով կամ չգիտեմ իրենց հարաբերությունները ինչի վրա են էլի կառուցվում, ասենք չգիտեմ գրկում են իրար կամ ինչ են անում եւ այլն, միայն այդ ինչը որ ինքը անում է դրա համար եւ այն որ ինքը Նիկոլ Փաշինյանի առաջ պահում է իր լոյալությունը, հերիքա որ ինքը ինչ ուզի կարողանա անի։ Հիմա ինչը որ ինքը անում է, դա անում է, որովհետեւ ասենք ինքը եղել է աղքատ ուսանող, չգիտեմ, աղքատ ասպիրանտ եւ այլն։ Երկրորդ կարևոր գործոնն է։ Դու համակարգային գործոնի մասն ես խոսում։ Ես համաձայն եմ, որ համակարգը այդ հնարավորությունը տալիս է, հա, բայց այստեղ նաեւ շատ կարևոր է, թե այդ համակարգի մեջ կարևոր այդպես գործարկողը ինչպիսի հատկություններով է օժտված։ Դե սովորաբար համարում եմ, որ ճիշտն ասած, որ մարդը տրվում է միշտ գայթակղությունների, միշտ, ասենք մի հատ, երկու հատ, 3 հատ, 5 հատ, հետո անպայման տրվելու է եւ պետք է համակարգ լինի, համակարգ։ Առաջ որտեվ կար ներքին, ասեմ, կար ներքին բաներ, հավասարակշռումներ կային։ Արի հիշենք, արի անկեղծ լինենք, էլի, արի հիշենք բանը։
Օրինակ, չգիտեմ, կար ընդդիմադիր հայացքներով դեկան Վարամ Դումանյանը, որը շատ ազատ խոսում էր, ազատ խոսում էր եւ այլն, բայց ինքը ուներ որոշակի պաշտպանություն, այսինքն իրեն հանելը շատ դժվար էր։ Օրինակ ասենք անկեղծ ես ասեմ, Ղազինյանին հանելը շատ դժվար էր։ Կամ անհնարին էր։ Նույն Դումանյանի հանելու հետ կապված, ես անկեղծ ասեմ էլի այդպես, եթե չլիներ ձեն չէի հանի պարզապես։ Ցանկություն անգամ ես այդպես չեմ տեսել։ Այդպեսի մտադրություն չեմ տեսել։ Դե օրինակ պահկար, որ Ղևո Ղազինյանը նոր նշանակվում էր դեկան այդ 90-ականներին, իր ընկերը Ջահանգիրյան Գագիկն էր, որը ավելի կշիռ ուներ Հայաստանի Հանրապետությունում, քան ասենք Ռադիկ Մարտիրոսյանը։ Եվ հետեւաբար չէր կարող Ռադիկ Մարտիրոսյանը դեկանին հանել։ Հիմա չկա այդպիսի մարդ։ Այսինքն, բայց ներքին նաև բաների մասին էլ պետք է էլի խոսենք, Գևորգ ջան, արտաքին այդ մակաշռող գործոնները ես համաձայն եմ, բայց ներսում էլ ինչ որ խաղի կանոններ կային, որոնք աշխատում էին եւ ներսի համակարգը, ներսի եղած բարոյականությունը, ներսի եղած բարքերն էլ էին առաջ ուրիշ ձևի, որ չէր կարող էլի, այսպես ասենք, չգիտեմ, շատ լավ էր քննադատում էին։ Մի sense օրինակ բերեմ։ Միշտ ասենք դեկանի ընտրությանը գալիս են երկու հոգի տեխնացուն են դնում ֆակուլտետի ներսից։ Մեկը դառնում է դեկան, մյուսը չի դառնում դեկան, մեկի թիմը ավելի ուժեղ է լինում, մեկը, չգիտեմ, ավելի շատ կողմնակից է եւ անպայման այդ մեկը, որ դառնում է դեկան, ուտում է այն մյուսին։ Այսինքն եթե մենք նայենք, ասենք 90 թվականից հետո ինչ հակառակ խմբավորումներ են ֆակուլտետներում մասնակցել ընտրություններին, մենք կտեսնենք, որ 90%-ով մի խմբավորումը մյուսին ի վերջո հոշոտել է, հանել է, հետապնդել են, հետո չեն թողացել, որ դոկտորական պաշտպան են, ես աճեն, ես իմիջան են եւ այլն եւ հանել է խաղից։ Դա որովհետեւ համակարգը այդպեսին է, որ ամբողջ իշխանությունը կենտրոնացած է դեկանի ձեռքին։ Դեկանի հետ լավ ես, ուրեմն ամեն գործը հետ լավ են։ Եթե դեկանի հետ վատ ես, ուրեմն դու այդտեղ շանս չունես։ Հիմա այդ եմ ասում, որ եթե օրինակ պարտված տեխնացուն դառնա ոչ թե դեկան, այլ ասենք գիտխորհրդի, ասենք աստիճանաշնորհող հանձնաժողովի նախագահ կամ եսիմ ուրիշ ինչ որ դիրք ունենա, որով ինքը շարունակի վերահսկել այն մարդուն, ով որ այդ պահին դարձել է դեկան, եւ հետո սոցիալական բաժանումն էլ շատ չլինի։ Օրինակ ասենք դեկանը ստանում է, ասենք, չգիտեմ, 2 միլիոն դրամ կամ այդ արտաբյուջեով, մարտաբյուջեով եսի ինչով եւ այլն, դասախոսը ստանում է 200,000 դրամ։ Այսինքն եթե ինքը իր դեկանի դիրքը կորցնում է, դառնում է դասախոս, ինքը կորցնում է կյանքը։ Դրա համար իրենք կյանքի մահվան կռիվ են տալիս այդ տեղի համար։ Անկեղծ խոսանք էլի մենոջ ջան։ Ես համոզամ ստանում եմ, ասենք սկզբում 200,000 դրամ, հետո 300 եւ ճիշտ ասած թքած ունեի, թե ես կկորցնեմ այդ գործը, թե չեմ կորցնի եւ այլն, չէ՞։ Բայց եթե դու ունենում ես այնպիսի գումար, որը, չէ, հոգեբանորեն, եսի ինչ եւ այլն, դա ուրիշ բան է։ Հա, բայց իրականում եթե դու ունենում ես, ասենք, մեծ, ասենք, դասախոսի եւ դեկանի իրական փողերը տարբերվում են, ասենք, 10 անգամ կամ 50 անգամ կամ 100 անգամ, այդ մարդու համար կենսական նշանակություն է այդ դիրքը պահելը։ Ու սովորաբար դեկան դառնում են այն մարդիկ, ովքեր թույլ են գիտության մեջ։ Այսինքն այն միջակներն են դառնում, գորշերն են դառնում, ես ինչ են, որտեղ իրենք ակտիվ են, իրենք նախաձեռնող են, այն մարդը գնում տանը, այո, գնում են տունը գիտությամբ են զբաղվում, իրենք չեն գալիս ինչ որ բաներ իրանց կողմը քաշում, ինչ որ խարդավանքներ կազմակերպում եւ այլն ու գալ ընդհանրապես իշխանության էլ համասանի պարագայում արի սովորաբար իշխանության են ձգտում այն մարդիկ, ովքեր ունեն խնդիրներ։ Սովորաբար գուցե բացի քեզ գուցե սովորաբար չէ, մարդիկ, որոնք սիրված չեն, մարդիկ, որոնք փող չունեն, որոնց ինչ որ բաներ չի ստացվում կյանքում եւ այլն, ինչ որ ընդհանուր ցանկ հոգեբանական բան, ինչա ոստիկան դառնում մարդը։ Սա այդպես շատ հայտնի բաներ է։ Հիմա իմ ասածն է, որ մեզ պետքա համակարգի խնդիր լուծել իրականում։ Ասես խորքային խնդիրը համակարգի խնդիրն է։ Ոնց անել, այո, ոնց անել հավասարակշռումները։ Իհարկե շատ կարևոր է բարոյական առաջնորդը։
շատ կարևոր է, որտեղ առաջնորդը, որը խոսում է ինչ-որ բանի մասին, բայց ինքը անում է ճիշտ հակառակը, օրինակ ասենք Հովհաննես Հովհաննիսյանը խոսում է, որ ապա քաղաքական է համալսարանը, բայց ապա քաղաքական է, խոսում է գիտական բարեխղճության մասին, այն դեպքում, երբ որ ինքը ունի գրագողության հետ շատ լուրջ խնդիր, ու դա համալսարանի հեղինակության վրա ամենամեծ բծերից մեկն է։ Ինքը ավելի լավ է համալսարանի շենքերից մեկը մասնավորեցներ ու իր համար, չգիտեմ, ասաբնյակ սարքեր այդտեղ, քան թե որ իր գիտական աշխատանքը բանա ոչ պարկեշտ գիտական, այսպես բարեխղճության բաներին է որ չի համապատասխան բարեխղճության կանոններին ու դա ինքն էլ է ընդունում, որտեղ ինքն է արտագրող եղել, էլի, ինքը գիտի դա։ Հիմա իսկ սա այնպիսի բիծ է թողելու համալսարանի վրա, դա անպայման բացվելու է, անպայման հրապարակվելու է, անպայման ինչ անելու եւ այլն, ու դա այնպիսի բիծ է թողելու, որ համալսարանը ունեցել է այսպիսի ռեկտոր, որը Դե համալսարանին պետք է, այսպիսի բաներ են պետք, այդ ամեն ինչը պատահական չի լինում։ Ինչպես որ երևի թե մեր ժողովրդին Նիկոլ Փաշինյանն էր պետք, այնպես էլ համալսարանին ինքն էր պետք։ Այս ամեն ինչը պատահական չի, ինչ ասեմ, հարվածներ են պետք, իհարկե, հարվածները երբեմն պետք են, որպեսզի կարողանանք ինչ-որ բաներ։ Այստեղ ընդհանրապես մեր ապագայի հարցն է, ամենօրյա ես գիտեմ, որ դու ինձ հետ ես հարցում համախոհ ես, դրա համար մի քիչ բանավեճի բանել չկա էլ այստեղ, որ իրականում չի կարող լինել Հայաստան առանց հայկական համալսարանը։ Իհարկե։ Ու դա է պատճառը, որ օրինակ ասենք տարբեր միջավայրերում գտնվող տարբեր գործիչներ գրեթե միաժամանակ հասկացել են սա։ Օրինակ Թումանյանը փորձել է Թիֆլիսում նախաձեռնի հայկական համալսարանը, Վահան փորձել է Լազարյան ճեմարանը, Ներսիսյան դպրոցը ժամանակին ասենք որ հիմնվեց, ասենք այդ դպրոցի շրջանավարտներն էլ չէի վերջո նրանց այդ Հայաստանի առաջին հանրապետություն կերտողների մի մասը Ներսիսյան դպրոցի շրջանավարտներ են, այո։ 3 հիմնական դպրոցներ կային, Ներսյաններ, Գևորգյան ճեմարաններ, որը ավելի շատ հոգևոր գործիչներ էր տալիս, բայց էլի բաներ եւ ուրեմն Մոսկվայի Լազարյան ճեմարաններ, որը ըստ էության աշխարհաբարի հիմքը դարձավ այդ ուսանողությունը, էլի հայկական պոեզիայի, քաղաքականության, այդ բոլոր, ասենք, միասնիկյան բան, այդ թևն էլ Լազարյան ճեմարանի բաներ էին, էլի։ Եվ ես ուզում եմ նաև հիշեցնել, որ համալսարանը բացվեց մի ժամանակաշրջանում, երբ որ օրական միջին հաշվարկներով 2000 մարդ ուղղակի մահանում էր օրական այդպես սովից, ժանտախտից, այս վիճակում, ծայրահեղ թշվառ վիճակում, այսպես ամերիկյան ցորենի ալյուրի օգնությանը այսպես սպասող այս վիճակով, տիֆով այս վիճակում որոշում կայացվեց բացել Երևանի պետական համալսարան, այնպես որ մեր մայրբուհի ծնունդը շնորհավոր։ Բայց կար այդ ժամանակ երազ, որ լինելու է մեծ Հայաստան, որ մենք համախմբվելու ենք, որ մենք դուրս ենք գալու այդ ծանր վիճակից եւ այլն, ու դրա համար մեզ պետք է համալսարան։ Իսկ հիմա կա որոշում, որ Երևանի պետական համալսարանը պետք է փակվի, դա վերաբերում է հազարավոր մարդկանց, այնտեղ աշխատող գիտնականների, չգիտեմ, դոկտորներ են, պրոֆեսորներ են, ակադեմիկոսներ են, իրանք շատ հարուստ մարդիկ են, շատ մեծ շրջապատ ունեցող, շատ չգիտեմ ինչ եւ այլն, բայց իրենք իրենց այսօրվա շահը, որ իրանք շարունակեն աշխատավարձ ստանալ, իրանք շարունակեն, չգիտեմ, բան ստանալ, ղեկավարել, ինչ որ գիտական կառույցներ եւ այլն, դա ուրեմն չկորցնելու համար, Նիկոլ Փաշինյանի հետ չթարսվելու համար եւ այլն, հավատարմորեն ծառայում են Հովիկին, որ ուրեմն այդ բարիկներից օգտվեն, թեև գիտեն, որ այդ ինչը որ իրանք ստեղծել են եւ այլն, դե մտածում են հետո ասենք մի բան կլինի, այս ձևի, ավելի շատ Գևորգ ջան, անկեղծ ասած ես մտածում եմ, որ այդ մարդկանց մի զգալի մասը ոչ թե զուտ այտենց հանրային շահը կամ համալսարանի շահը ստորադասում է դիտմամբ իր շահին անձնական, այլ պարզապես մարդիկ այնքան սովոր չեն պատասխանատվություն վերցնելու, որ իրենց փոխարեն էլի հարցերը կլուծեն, դե մի բան կլինի, մեզնից կախված չի, այս վիճակով են ավելի շատ այսպիսի հոգեբանությամբ որ ուրեմն Արամ Սիմոնյանի 1000 տարվա ընկերը, ուրեմն Գեգամ Գևորգյանը, որ դարձավ ռեկտորի ԺՊ, ուրեմն դավաճանեց Արամ Սիմոնյանին, դարձավ ռեկտորի ԺՊ, ինքը ակադեմիկոս է,
միլիարդատեր, էվոկաբանկի սեփականատեր, հյուր սերվիսի չգիտեմ ինչ եւ այլն սեփական միլիարդատեր մարդ է եւ ունի գիտական ամենաբարձր աստիճան, ունի հազարավոր ասպիրանտներ, չգիտեմ, տարբեր մարդիկ ասում են ինքը տաղանդավոր մաթեմատիկոս է եւ այլն, այդ ժամանակ երբ որ բացվեց ինքը ռեկտորի ժպեր, երբ որ բացվեց այդ ակադեմիական քաղաքի մասին գաղափարը, մի հատ էսպես բան եղավ, որ համալսարանի շենքը եւ այլն ակադեմիական քաղաք պետք է տեղափոխվեք այնտեղ, դա 20 թվականի կարծեմ սեպտեմբերն էր, 20-ի աշունն էր, առաջին միջև պատերազմն էր։ Ինքը ասեց, որ ես ռեկտոր եմ, դրա համար չեմ կարող ասել, բայց հենց որ ես ռեկտոր չլինեմ, ես դրան կանդրադառնամ։ Իր սենյակում տված հարցազրույց էր ու ես էլ իր համալսարանի մամուլի խոսնակն էի, ապշոցեի, որ ոնց կարա մարդը, որը պետքա պաշտպանի այս կառույցի շահերը, այնքան է վախենում, որ ծպտուն չի անում։ Հետո ինքը դուրս եկավ ռեկտորությունից, էլի ձեն չանես, չէ՞։ Երբևէ չենք լսել, որ ինքը ակադեմիական քաղաքի մասին բան, բայց ես ինչքան գիտեմ, ինքը իր մեքենան, միակ մեքենան է, որ ինչ որ հատուկ այդ ԵՊՀ ավտոկայարանում բան ունի, չէ՞, որ ուրիշ ոչոք այստեղ չի կարա կանգնի։ Թե ամեն դեպքում այդ դիմացի այգին են իրան տալի, էվոկաբանկին են տալիս, չգիտեմ ինչեր են տալիս եւ այլն, ամեն դեպքում մենք տեսնում ենք, որ այդ մարդիկ ունեն անձնական շահ եւ հանրային շահը, նրան, որին իրանք պետքա ծառայեին, պետքա դա պաշտպանեին եւ այլն, դա փոխում են անձնական շահի հետ։ Բայց ես կարծում եմ այնուամենայնիվ, որ այն համասանականները, որոնց սիրտը ցավում է համասանի համար, իրական իրանք շատ ավելի շատ են, շատ ավելի տաղանդավոր են, շատ ավելի, չգիտեմ, այսպես անանձնական սիրով են սիրում համասարանը եւ անպայման ուրեմն համասանի համար դեռ այսպես ինչ որ բաներ տեղի կունենան եւ համասանը կգա իր սովորական հուն այդպես այս շաբաթվա մյուս կարևոր իրադարձությունը ուրեմն դպրոցների հետ էր կապված մենք տեսանք երկու խայտառակ իրադարձություն մեկը ուրեմն Մղճան գյուղում որը ուղղակի ուղեղում չի տեղավորվում թե ինչպես ուրեմն բարձր դասարանի աշակերտը մի քանի աշակերտ, այսպես զորով ցածր դասարանի աշակերտներին թմրադեղ են տվել, որ իրենց սովորացնեն թմրադեղի ու այս թեմայով ոչ գյուղում ոչոք չի խոսում, ոչոք մեկնաբանություն չունի, որովհետև այդ ընտանիքը, որը դրանով զբաղվում է, ինքը թմրադեղերի վաճառքով է զբաղվում, թմրային նյութերի վաճառքով է զբաղվում, եւ այսպես նարկոկարտելի հետ գործ ունենք։ Եվ ուրեմն գործը քննչական երևի գիտի էլի այդ մասը։ Բոլորը եւ իրենց ճանաչում են եւ շատ լավ գիտեն ինչով են զբաղվում եւ այլն, եւ նաեւ հասկանում են, որ այդ երեխան որտեղից է դա սովորել, որտեղից է դա արել եւ այս փակ ինֆորմացիան այն որ ոչ մի բան չկա, իհարկե մի կողմից կա երեխայի լավագույն շահ, անուններ չհրապարակել եւ չգիտեմ ինչ չանել, բայց մյուս կողմից էլ սա նշանակում է, որ շատ հարուստ մարդիկ, շատ ուրեմն ազդեցիկ մարդիկ, ուրեմն կփակեն այդ գործը։ Ուղղակի հերթական ինչ որ օթում կախված, ինչ որ չափածուցված, ես իմ փաստական տվյալները կորած, ես ինչ որ հերթական բան է կդառնա։ Ես հիշեցնում որ այսօր կամ 3 տարին լրացավ այն 3 տոննա կոկաինի Հայաստան գալու, ոչ դատված մարդ կա, ոչ ինչ որ դատաքննություն կա, ոչ ինչ որ բան կա, ոչ մեկ դրա մասին չի խոսում, այդ մասին մոռացել են։ Այդ կոկաինն էլ հիմա որ գնան կշռեն, կարող պարզվի արդեն չգիտեմ 300 կիլոգրամ է դա։ Այս տոննա է մնացել, չգիտեմ ինչ է դարձել։ Կամ որտեվ բան հիմա ասում ենք այս մասին ինչ եղավ այդ 3 տոննա կոկաինի ու ինչ եղավ։ Շատ ասեն կգան մեզ կբռնեն։ Կասեն կարող է դուք եք տարել։ Չէ, բան մի խոսեք։ Մեղադրում ես կոռուպցիա մեջ, քեզ ծեծում են եւ քեզ դատում են։ Երկրորդ դեպքը եղավ Մերձավանում, երբ ուրեմն հարց, այսպես խմբակային հարցակում էր ուսուցչի վրա, որը գուցե չգիտեմ այդքան լավ ուսուցչուի չի, կամ գուցե այդքան լավ պատմություն չգիտի, կամ գուցե այդքան լավ դասը չի անցկացնում եւ այլն, բայց զուտ, ասենք բարոյական ինչ որ կոդեքսները ոնց կարելի ասենք տարիքով կնոջ վրա, այդպես ասենք շակալների պես հարցակվել, խրախուսել երեխեքին, որ մասնակցեն այդ շակալային
անե եւ բանանել ու դա այսպես ձևավորել դրան գույն տալ, որ ասենք, չգիտեմ, թրքասեր է, բայց ինչա դրա համար մենք իրեն պատժում ենք։ Այդ թրքասերներին պատժում եք, գնացեք Արսեն Թորոսյանին պատժեք։ Գնացեք, չգիտեմ, հիմնական թրքասերներին պատժեք։ Ժողովուրդը չեն կարող գնալ Արսեն Թորոսյանին։ Դե պարզա որ դա կամերաների առաջ բաները փոխվում են, էլի մի տեսակ, ասենք, մի մասը ոգևորվում են կամերաների առաջ, մի մասը վախենում են ինչ որ սաստեն, չսաստեն, բա որ հանկարծ Երևան կամերայի մեջ լրագրողը իրենց ասի, բա ինչի եք սաստում։ Կամերայի առաջ տեղի ունեցածը բանի մի կողմն է, հարցի մի կողմն է, բայց նաև այդ հարցը մյուս ուրիշ կողմ էլ ունի, էլի, թե ինչեր է տեղի ունեցել, օրինակ ես էլ չեմ սիրում այդպես վերարտադրեմ այնքան որ այսպես լսել եմ այսպիսի բաներ, բայց մի քանի աղբյուրներից եմ լսել, ասենք նույն այդ ուսուցչու մասին, չեմ ուզում անկեղծ ասած, ուզում եմ ասեմ, այս process-ը երկկողմանի է, հա, իհարկե, ասենք, եւ դասը անցկացնելու հետ կապված եւ այո արտահայտություններ անելու ոչ կոռեկտ, մեղմ ասած ոչ կոռեկտ դրա համար կան որոշակի բաներ, կառույցներ, այսինքն մարդու, ասենք, մասնագիտական հնարավորությունները, ունակությունները ստուգելը, մարդու, ասենք, մանկավարժական եսիմինչը ստուգելը, պահելը եւ այլն։ Այդպես հեղափոխական բանը, որ եկեք դրանից դուրս է եկել, այդ գործընթացներից դուրս է եկել, հասել է մի հատ երրացող կաթսայի աստիճանի ու դրա վրա է նկարահանումը տեղի ունեցել։ Մինչև այդ շատ ուրիշ բաներ են տեղի ունեցել։ Ուղղակի ես նորից եմ ասում, որպես հանրային գործիչ բան չեմ անում էլի այդպես իմ այն ինչ որ ես լսել եմ նա over դա ցույց է տալիս այդ երեխեքին ասում եք վեր կացեք խոսեք ես իմ չգիտեմ հորս արև մորս արև այսպիսի բաներ են ասում այդ մարդիկ ուղղակի պետքա պատժվեն պետքա իրանք լուրջ պատասխանատվության ենթարկեն այդ երեխեն որ այդպես խոսում էր ով իր ծնողը չգիտեմ ինչ եւ այլ իդեպ մի հատ կարևոր բան ասեմ Ուրեմն հիմա երբ որ ասում ենք լիբերալ, չգիտեմ ինչ են կառուցում, ազատ դպրոցը, ով ինչ ուզում խոսում է եւ այլն։ Ասենք ծնողը ոչ մի պատասխանատվություն չի կրում երեխայի համար։ Կուզիկը դաստիարակի, կուզիկ ասի գնա մարզպանի, կուզի ինքը ոչ մի պատասխանատվություն չի կրում։ Ոչ մի ծնող ոչ դատվում է, ոչ չգիտեմ ինչ անում, ոչ եւ ինչը սիրած խորհրդային միությունում ու նորմալ պետության մեջ ծնողը պետքա պատասխանատվության ենթարկվի իր երեխայի համար։ Օրինակ, վարքի համար, ասենք, աշխատավայր պիտի գա նամակ։ Աշխատավայրում պիտի քննարկվի իր բանը, ինչու ինքը իր երեխային տիրություն չի, որտեղ չի կարող մարդ լինի լավ աշխատող, բայց ասենք թքած ունենա իր երեխայի վրա։ Դա նշանակում է ունենք խորը խնդիր։ Ու դա էլի այսպես համակարգային խնդիր է։ Հիմա ասենք Բանժան Անդրեասյանը դատապարտում է դա ես պատասխանատվություն չեմ կրում, բա ով է պատասխանատվություն կրում։ Չգիտեմ, բանի վարչության պետը կրթության ասում է, որ ես ինչ գցենք սրա վրա, նրա վրա եւ այլն։ Եվ կան մի հատ ինչ-որ շիրմաներ, այդ հայրենասիրությունն ու չգիտեմ ինչն է, եւ մեր վերքերն են։ Մարդիկ այդ վերքերի մատը դնում են այդ վերքերի վրա ու հասկանում են, որ մոտավորապես ինչ ռեակցիա լինել։ Ու դրա անվան տակ բարոյական, չգիտեմ, շատ լուրջ բաներ ոտնահարվում են։ Ու պլյուս դրան չկա այդ համակարգը։ Ինչ ուզում ես արա, ինչ ուզում է երեխայից սովորեցու։ Ասենք քանի դեպք կա, որ ասենք ծնողին ծնողական իրավունքից զրկել են։ Ես վստահ եմ, որ եթե բացենք վիճակագրություն նայենք, մենակ այն դեպքերն են, երբ որ ծնողները բաժանվել են, ու ասենք, չգիտեմ, հայրը ավելի շատ բաներ ունի, իշխանություն ու փող ունի եւ կարում ասենք, չգիտեմ, դատավորներին առնի, ես իմ փաստաբաններին վարձի, չգիտեմ ինչ անի, կամ էլ մայրը իրոք վերջին ես իմ ինչա, ու կարողանում է փոխել այդ բանը, խնամակալությունը, բայց մեծ հաշվով մեր պետությունը թքած ունի երեխեքի վրա։ Ինչ ուզում եք կարդացեք, ինչ ուզում եք արեք, հարկերը վճարեք, թմրադեղը օգտագործեք, ես ինչ ուզում եք կարևորը հարկերը վճարեք, ու չբռնվեք, հանկարծ մի հատ լրագրող չկա ձեզ նկարի։ Սա կարծում շատ իրականում լուրջ խնդիր է։ Մի ուրեմն կետի եմ ուզում անդրադառնամ, որ այս անցած շաբաթ եղավ 2 օր առաջ է եղել։ Ես չգիտեմ ինչպես Նիկոլ Փաշինյանը իր տելեգրամյան բանում ալիքում գրառում է կատարել, որ դժգոհել է, որ ինչու են իր գրածները քիչ լայքում։ Շատ խնդալու բան է եւ ասում է, որ Այսօր կարող է ալիևին ասած լինի թող դնի ադրբեջանցի լայք են էլի ասում է որ մոտավորապես բովանդակությունը այսպես է որ բանը 20000 մարդ եկամտահար
բան այդ հայտարարագրի էսի ինչա հանձնել, այսքան փող է հետ ստացել, բայց ասում եմ գրառումները 800-ից 1000 հոգի է լայքում, որ այդ 20,000-ը փողը հետ ստացել, խի չեն լայքում իմ գրառումները եւ բանը եւ ասում որ չեք լայքում, դրանով օգնում եք վնգստացողներին, որ բան են անում, որ ուզում են պահեն իրենց ունեցվածքը, թալանած ունեցվածքը։ Երևի ինքը ստեղծում, որ ֆեյքերի մի հատ նոր խմբականակ սկսի։ Ստացվում է, որ ուրեմն ով որ քննադատում է հայտարարագիրը, օրինակ ես քննադատում, ստացվում է, որ ես վնգստում եմ, բայց ես էլ իրը կարծեմ, որ ինքն է վնգստում, էլի ավելի շատ ճիշտ ասած, դա է ինչ որ հուսահատ վնգստոց է այս գրառումներ եւ այլն, եւ ուրեմն բանը մյուս կողմից էլ, բայց ես բնական է, որ մարդը ինչ ուզում է, ինչ ունի, ուզում է պահպանի դա, պաշտպանի, դա մարդու սրբազան իրավունքն է, ես ինչ որ ունեմ, փորձեմ դա պաշտպանեմ։ Հիմա ասենք ասել, որ ուրեմն ես չպիտի, իսկ ինքը իր ունեցածը չի պաշտպանում, իր աթոռը, իր չգիտեմ, հա իր երեխեքին բանի կա չի պաշտպանում, բայց ինչը որ իր իշխանությունն է եւ իր, չգիտեմ, խմելու իրավունքն է եւ այլն, դա ինքը լրջորեն ու ոչ միայն ինքն է պաշտպանում, այլև ողջ ԱԱԾ-ն, պաշտպանության, չգիտեմ, նախարարությունը եւ այլն։ Հիմա ուզում ասեմ, պարոն Փաշինյան, ես կարծեմ, որ դուք եք վնգստում, ես կապ չունեմ էլի դրա հետ, մենք ուղղակի քննադատում ենք ձեր պահվածքը ու կարծում ենք, որ Հայաստանի ղեկավարը, մեր ղեկավարը իրավունք չունի նման բառապաշար օգտագործելու։ Այսել արդեն լուրջ էլի, որ այդ եթե դուք իհարկե սա խայտարակություն այն ինչի մասին որ խոսում ենք, հասարակության մեջ ինչ բարքեր են տեսնում, արտացոլանքն է, էլի դե նայում են տեսնում են երկրի ղեկավարը ինչ բառամթերք է օգտագործում, ինչերի մասին է խոսում, կառավարության նիստերի ժամանակ ոնց է խոսում, ազգային ժողովում ինչ է ոնց է խոսում, ուրեմն ասում են նորմալ է որ պետք է այսպես լինի։ Եվ այս ֆոնին ուրեմն պետք է հիշել Արսեն Թորոսյանին, որը որոշել է երևի գողական դառնա կամ բանանի, արդեն եւ մտածում եմ որ հայտնվել են բանտում, այնտեղ ինչ կյանք է իրենց սպասում եւ այլն, ու ազգային ժողովի ամբոնից, այսպես ասած, խոսությամբ է քֆուր ֆռացրեց, որ ով որ իրենց թուրքը ասում, որպես հայհոյանք, այո։ Դուք գալը թուրքացել են լավ իմաստով ծաղրանկարը ամենալավ իմաստով թուրք, այո, շատ լավ իմաստով իհարկե, լավ իմաստով թուրք, այո, դե հիմա էլ ենք ասում, այո, թուրք, լավ իմաստով թուրք ես Արսեն Թորոսյան։ Չէ, բայց այդ սպառնալիքները, սրա եսի ինչը, նրա եսի ինչը։ Ախր բայց ինքը вообще ձեն ծպտոն չէր անում, է։ Ինքը թաքուն նկարում էր ոստիկանական մեքենաներ, ասում են իրան անդադ ինչ իր Facebook-յան գրառումները միջև իշխանություն դառնել է, վերաբերյալ մասին հաղորդումներ գայիշնիկները իրան բռնեցին, ինչի բռնեցին, ինքը կպայքարի, կգնա դատարան, չգիտեմ ինչը որ անում էր դա վիդեո էր անում, չգիտեմ նկարում էր, ինչ անարդար է, ոստիկանները իրեն ճնշում են, ես իմ չեմ եւ այլն, ու այդպես որ ասենք գնանք խոսանք, չգիտեմ ինչ անենք, սենց սրա նենց նրա ես իմ ինչը այդպեսի բան բացառվում է որ ենք ասել։ Այսինքն իրական միան գտնվում է մատ ինչ որ բան, նախ մի կողմից իրենք ցույց են տալիս իրական դեմքը, որտեղ փող եւ իշխանություն ունեցող մարդը միշտ ցույց է տալիս ինքը իրական ով է։ Էլ կեղծիքը իմաստ չունի, էլի, եւ երկրորդը ուրեմն նաեւ իրենց ընդհանուր միջավայրն է, որ եթե մի մարդու առաջնորդը ղեկավարը Նիկոլ Փաշինյանը, չնայած ինքը вообще-то մեր ղեկավարն ուրեմն վիճակը պիտի լինի այդպիսի դեգրադացիա։ Մենք ամեն դեպքում գտնվում ենք խորը դեգրադացիայի մեջ, հա։ Չգիտեմ դեգրադացիան կարելի ասել ազատ անկմամբ չափվող։ Չէ՞ այդպիսի վիճակում են գտնվում։ Ամենայն դեպս անչափելի խորն ենք։ Այո։ Բայց այո, կլինեն լավ բաներ, չգիտենք երբ, չգիտենք ինչ, բայց կլինի, բայց այո, լույսը կծակի հայոց աշխարհում։ Սիրելի հետևորդներ, շնորհակալություն, որ հետևում եք մեզ։ Հիշեցնեմ, որ դուք դիտում եք Խորագիր հաղորդաշարը, մենք ամփոփում ենք անցած շաբաթը։ Կհանդիպենք, ստեսություն։ Հաջողություն։